Զեղծարարները կեղծել են կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունը։ Մարտին Գալստյանը հայտնել է, որ իր տեղակալը այդպիսի ստորագրություն չի ունեցել։ Թղթի վրա դրվել է սոցիալական ապահովության ինչ-որ հիմնադրամի կնիկ հնարավոր զեղծարարության համար։ Կենտրոնական բանկի նախագահը հորդորել է քաղաքացիներին պահել անվտանգության հիգիենայի կանոնները եւ ֆինանսական ինչ-որ կառույցից զանգ ստանալու դեպքում լինել կասկածամիտ, միանգամից չվստահել եւ հետ զանգահարել։ Գլխավոր դրամատան ղեկավարը անդրադառնալով վերջին շրջանում առևտրային բանկերում տեղի ունեցած զեղծարարության դեպքերին ասել է, թե բանկերում քաղաքացիների վարկային պորտֆելը հասնում է 7 տրիլիոն դրամի եւ շատ դժվար է կառավարել ու վերահսկել յուրաքանչյուր զեղծարարության դեպք։ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման եւ համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում Թբիլիսիում քննարկել են Բագրատաշեն Սադախլո, Այրում Սադախլո, Գոգավան Գուգուտի եւ Բավրանինոց Մինդա ցամաքային մաքսային կետերին վերաբերող առանցքային հարցերը։ Նախատեսվում է հայ-վրացական համատեղ օգտագործման սահմանային անցակետերում ներդնել առավել հարմար մոդելներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության եկող տարվա բյուջեն 420 միլիարդ 224 միլիոն դրամ կլինի, որը 57 միլիարդ 560 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվանից։ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ կրթությունն այն հիմնական ոլորտներից է, որտեղ 16% ֆինանսական ավելացում կլինի։ Մասնավորապես, ֆինանսական ավելացումները կուղղվեն դպրոցաշինության ծրագրերին։ Երևանի համար 50 երթուղին սպասարկող ավտոբուս նստած ուղևորներից մեկը ժամը 22:50-ի սահմաններում պահանջել է, որ վարորդը ավտոբուսը վարի իր նշած ուղղությամբ։ Երևանի ավտոբուս ընկերությունից հայտնել են, որ վարորդը ուղևորին հորդորել է ավտոբուս նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Դրանից հետո, ըստ ընկերության հայտարարության, ուղևորը հայհոյել է, սպառնացել եւ փորձել վնասել համայնքային գույքը։ Վարորդը հորդորել է իջնել ավտոբուսից։ Ուղևորը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ եւ հարվածել։ Երևանի ավտոբուսի վարորդը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Տեսախցիկներն արձանագրել են տեղի ունեցածը։ Ըստ Երևան ավտոբուս ընկերության պատրաստ են տեսագրությունները տրամադրել քննությունն իրականացնող մարմնին։ Արտասահմանցի երկու քաղաքացիներ կոտրել են մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ՍՔ սրահի ապակիները եւ մուտք գործել ներս։ Իրավապահ մարմինները նրանց հայտնաբերել են մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում եւ ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության բաժին։ 31-ամյա օտարերկրացին խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին ու մտել սրահ, սակայն ոչինչ չգողանալով դուրս է եկել եւ հեռացել 29-ամյա համերկրացու կողմից շահագործվող ավտոմեքենայով։ Հանգամանքները պարզվում են։ Տաթևի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության ցանկում ներառելու հայտն արդեն ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն։ Աշխատանք է տարվում հուշարձանը նախնական ցանկից տեղափոխելու դեպի հիմնական ցանկ։ Կառավարությունը խնդիր է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներում հայկական հուշարձաններ ընդգրկելու քաղաքականությունը դարձնել համակարգային եւ շարունակական գործընթաց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։